Ես երջանիկ եմ, երջանիկ կին եմ, երջանիկ մայր եմ։ Երջանիկ մարդ ենք։ Ես միշտ երջանիկ եմ։ Միայն դժբախտը գիտի, թե ինչ է իրական երջանկությունը։ Ռեմարկի հայտնի մտքում խորը փիլիսոփայություն է թաքնված։ Ինչպիսին է երջանկության մասին մեր հասարակության պատկերացումները եւ որն է նրանց երջանկության աղբյուրը, հիմա միասին կհասկանանք։ Ըստ ձեզ որն է իրական երջանկությունը։ Իրական երջանկությունը կարծում եմ չկա, մի պահ է իրական երջանկությունը, դա է իմ կարծիքով։ Իսկ օրվա ընթացքում ստեղծում եք պահեր, որ ձեզ երջանիկ Իհարկե, եթե չստեղծենք, ուրեմն վերջն է։ Եթե մարդը ի վիճակի է երջանիկ լինել, մի փոքր բանիկից էլ կարող ես երջանիկ լինել։ Այսօր երջանկությունն է նա, որ դու քո երեխաների հետ շրջապատված լինես բարի մարդկանցով, երեխաների երջանիկ տեսքը արդեն քեզ բավական է երջանիկ լինելու համար։ Ես կարամ ասեմ հիմա մեր Հայաստանը երջանկություն չկա։ Ման են գալի երջանկություն, բայց չկա երջանկություն։ Ինչը կարող է ձեզ երջանկություն պարգևել։ Առողջությունը ամենակարևորը, իմ ընտանեկան երջանկությունը, մասնագիտական աճը։ Աշխարհի երջանիկ մարդն եմ։ Ինչը կարող է ձեզ երջանկություն պարգևել։ Իմ թորնիկները, իմ աղջիկները երկու։ 2012-ից ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է երջանկության միջազգային օր։ Երջանկությունը համամարտկային ձգտում է, սա է օրվա հիմնական նպատակը, ինչի առթիվ ՄԱԿ-ը բոլոր երկրներին կոչ է անում իրենց ջանքերն ուղղել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ապահովմանը։ Թեև երջանկությունը հարաբերական հասկացություն է եւ շատերի համար տարբեր կերպ է դրսևորվում, այնուամենայնիվ հայ հասարակությունը երջանկության իր հստակ բանաձևն ունի։ Երջանկություն կարող է պարգևել առաջին հերթին երկրի խաղաղությունը, որպեսզի մեր սերունդները խաղաղ երկրում ապրեն, չտեսնեն մեր նման պատերազմներ, ես ինքս Արցախից եմ, դրա համար ինձ համար երջանկությունը դա ամուր կանգնած լինելն է մեր հողի վրա։ Այնքան երջանիկ համարվեմ, որ երկրի վիճակը դրական լի, սահմաններում խաղաղություն, մնացածը բավարար է։ Երջանկության գլխավոր գրավականի հայրենիքի խաղաղության մասին խոսելուց հետո միայն հարցվածները թվարկում են երջանկության մյուս կարևոր գործոնները։ Երջանկությունը նայած ում համար ինչպես է։ Իմ համար տվյալ պայն, քանի որ մայրիկ եմ, իմ երեխաներով եմ ես երջանիկ, չեմ կարող ասեմ։ Իմ ընտանիքը, իմ երեխեքը, ոչ պետությունը, իմ երեխեքը։ Ես իմ երեխեքով եմ երջանիկ ու հարուստ։ Լավ ամուսին, լավ երեխաներ, կրթված, կարևորը մարդկային արժեքներ, իմ երեխաները ամեն ինչ հասկանում են։ Ինչը կարող է ձեզ երջանկացնել։ Նորմալ ընտանիք ունենալը։ Զարմանալի եւ միևնույն ժամանակ հաճելի է, որ հարցվածներից ոչ ոք երջանկության հիմքում նյութական բարեկեցությունը չմատնանշեց։ Մարդիկ գիտակցում են հարստությունն անցողիկ երջանկություն է, եթե չկա առողջություն, չկա ընտանիք, չկան երեխաներ։ Դուք ձեզ երջանիկ համարում եք։ Դեսի բոլ աղջիկս։ Երջանիկ համարում եմ, որ երեխեքս լավ են, այդ ժամանակ։ Այդ ժամանակ լավ կլինեն։ Հայրենի երկրում ապրելը երջանկություն չէ։ Անպայման։ Դրա համար թողեցի հետ եկալ։ Որտեղից։ Լենինգրադից։ Ամենաերջանիկ երկրների տասնյակը տարիներ շարունակ գլխավորում է Ֆինլանդիան, շարքը շարունակում է Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան։ 2024 թվականին իրականացված հարցումների արդյունքում Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից հետո տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է եւ վարկանիշում 82-րդն է։ Մեր երկրին հաջորդում են Վրաստանը, Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը։ Ամենադժբախտ երկիրը ճանաչվել Աֆղանստանը, որին նախորդում են Լիբանանը, Սիրիան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։